Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Նորից եթերում ծովից ծով ոդքասթն է։ Ձեզ հետ են ինչպես միշտ Ռուբեն Մելիքյանը Երևանից, Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ ողջույն աղաս։ Եվ այսօր մենք փորձելու ենք մի փոքր քննարկել այն գերհագեցած շաբաթը, որ նախորդ շաբաթներ նույնիսկ հաղորդումից առաջ աղասի հետ փորձում ենք հիշել, թե ինչպիսի իրադարձություններ են եղել, որոնցից յուրաքանչյուրը առանձին քննարկման մի ժամերով խոսելու նյութ կարող էր լինել եւ ոչ բոլորը հիշեցինք։ Թերևս քրոնոլոգիայից սկսենք, ինչ կարծիք ես աղաս։ Միգուցե փորձենք, չգիտեմ, տրամաբանական կապ ընթացքում երևի կերևա, սկսենք ժամանակագրական ուրեմն զարգացումներից եւ ոստորեն երկուշաբթին բացվեց Գյումրիի վրա իշխանության հարձակումով, Ողջ իրավապահ համակարգով։ Ողջ իրավապահ համակարգով, ուրեմն փաստորեն քանի 20-30 հոգի մոտավորապես ձերբակալեցին, չէ՞։ 32 հոգի ձերբակալվեց, 3 չառաջորդվա դրությամբ 32 հոգի ձերբ։ Տեսեք, սա էլ առաջի դեպքը չի, կարճ ասեմ ձեռագիրը, տեղում ում պատահումը բռնում են տանում են, հետո կամերաները նայելով սկսում են արդեն թիրախային գնալ մարդկանց վերցնել։ Օրինակ երեք լուր տարածվեց, որ այդ վերջի երկրորդ ալիքի մեջ է եղել նաև ԿՊԱ-կան ինչ որ Սարուխանյան Կարենա թե ինչ է, Սարուխանյանի զոքանչը, որը պարզվեց հիանալի ազնվորություն։ Եթե անգամ դու ԿՊԱ-կան ես, զոքանչը երաշխավորված չի, որ չի նստի։ Հա, այդպես ողջունում ենք զոքանչին, ինձ թվում է զոքանչության գաղափարը բարձր է պահել տիկինը։ Ամեն դեպքում սա է ձեռագիրը, այսինքն առաջի ալիք, երկրորդ ալիք, բայց ինչն է տարբերությունը աղաս, այդպես ուշադրություն դարձրեցիր թե չէ։ Նախորդ անգամ որ նման դեպքեր էին եղել, հիշում ես 24 թվականի սրբազան շարժման ժամանակ ԱԳՆ-ի դեպքը ամսի 30-ի եւ հունիսի 12-ի Բաղրամյան փողոցի դեպքերը։ Կհիշես, չէ՞ երևի։ Էլի նույն ձևով եղավ, առաջի ալիք եւ երկրորդ ալիք, բայց առաջի պահին որպես կանոն ձերբակալում են ում կպատահի եւ այն ժամանակ բաց թողեցին այդ մարդկանց գրեթե բոլորին ում վրա որևէ տեսագրություն չկար մենք էլի բողոքում ենք մենք էլի ասում ենք որ այ ախպեր ջան այդ ձեր ունեցած տեսագրությունը իրականում բան ցույց չի տալիս ինչ որ մեկը մի հատ փոքր կարիկատուրա վերցնում նետում է ինչ որ ուղղությամբ ակնհայտ է որ ոչ հասել է ոչ կարար հասներ ամեն դեպքում ինչ որ տեսագրություն է բայց այս դեպքում Անից խայտարակ ձևով են մարդկանց կալանավորել։ 32-ից 30-ին կալանավորել է դատարանը, աղաս։ Այն երկուսն էլ մեկը անչափահաս է եղել, մեկը հաշմանդամ դրա համար տնային կալանք է տվել։ 30 բանտային, 2-ը տնային, ընդ որում տղեկից մեկն էլ եղել է մեր գոլեգա փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ճշփոթել պրոդյուսեր, մեր լավ ընկեր, մեր մի խոսքով ավականու անդամ Ռուբեն Մխիթարյանի հետ անվանակիցներ են։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը Գյումրիի ամենակարևոր, այսպես մարդկանցից մեկի լուսահոգի Աշոտ Մխիթարյանի որդին է, հա։ Ես ուղղակի չեմ հասկանում, այս տեմպերով ուր է գնալու, այսինքն եթե սա նախընտրական ինչ-որ զարգացումներ են, մինչև ընտրությունները կարծում եմ, որպեսզի այս վախի մթնոլորտը պահի եւս մի 200-300 չգիտեմ, էլի մարդ պետքա նա ձերբակալի ու կալանավորի։ Հաստատ։ Հայաստանում կա այդքան տեղ բանտերում, թե արդեն պետք է մենք անցնենք համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու։ Ախր աղաս ջան, ես բացարձակ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ նրանք այս տեմպերը նվազեցնեն կամ չիրականացնեն, որևէ կարմիր գիծ չկա, հիմա կամաց մոտենալու ենք երևի թե դրան, երկուշաբթին ավարտենք, ասենք երեքշաբթի օրվան, հա, որևէ կարմիր գիծ չկա, ոչ մի խոչընդոտ չկա, պետք կլինի համակենտրոնացման ճամբարներ կառուցեն եւ ծափահարություններ տարբեր տեղերից կստանան, թեև ինչ որ նշաններ տենց չասեմ դրական, բայց ուշադրության արժանի ինչ որ նշաններ կան, որտեղ արևմուտքը ի վերջո ինչ որ սահմանների ի տարբերություն Նիկոլի ենթադրում եմ պետքա ունենա, էլի, որ տենց ինչ որ գծեր քաշի, ասի լավ դա էս չեղավ։ Ենթադրում եմ, չգիտեմ, վստահ չեմ։ Ինչ կարծիք ես։ Չէ, գիտես իմ հարցը հետևյալն է, եթե Նիկոլը այս ամեն ինչը անում է ընտրություններում հաղթելու համար, ապա հենց որ նա կանգնեց, արդեն ժողովրդի համար սովորական է դառնալու այս տեմպը, հա։
սովորական է դառնալու այս վիճակը։ Ուրեմն սա որպես նախընտրական տեխնոլոգիա պետք է շարունակվի մինչև ընտրությունները։ Այսինքն անընդհատ նոր ուրեմն ձերբակալություններ պետք է լինեն։ Ես այս տրամաբանության մասին եմ խոսում, այլապես անիմաստ է այս ամենը։ Հա, այսինքն քո ասած այնա, որ եթե իրանք սկսել են այս ճանապարհը, ուրեմն այս ճանապարհի այսպես տրամաբանական շարունակությունը այնա, որ շարունակելու են, էլի են մարդիկ բռնելու 10-ը 100-ը դառնալու, 100-ը 1000-ը դառնալու։ Էտա չէ քո ասածը։ Հա, այսինքն բոլոր կուսակցությունների ղեկավարներին պետք է բռնեն, չգիտեմ, բոլոր սրբազաններին պետք է բռնեն, հա, եթե նա ցանկանում է ուրեմն եկեղեցին իրենով անի, եթե նա ցանկանում է բոլոր կուսակցությունները իրենով անի, ինչ որ այսպեսի տրամաբանություն պետք է լինի, այլապես անիմաստ է էլի։ Հա, բայց շատ կներես, այդ նույն տրամաբանությունը չէր Սադամի մոտ, Քադաֆիի մոտ։ Հա, չէ, ուզում ասեմ, դա զարմանալու բան չկա։ Հա, միանշանակ։ Լավ, երկու շաբթին անցնենք երեքշաբթի։ Հասանք երեքշաբթի։ Ահա։ Երեքշաբթի օրն էր, երբ մենք տեղեկացանք, վաղուց սպասված ենթադրում եմ, Մայրաթորից վաղուց սպասված լուրի այն մասին, որ նախկին արդեն Տեր Արամ Քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել Վեհափար Հայրապետի որոշմամբ, բայց այնտեղ ընթացակարգ կա, այնտեղ հանձնաժողով կա, հանձնաժողովը փաստորեն 3 անգամ հրավիրել է իրան լսելու, նա 3 անգամ էլ իգնոր արել, չի գնացել եւ Վեհափար Հայրապետը որոշում է կայացրել կարգալույծ հրճակել այդ անձին, այսուհետ նրան պետք է միայն կոչել Ստեփան կամ Ստյոպա կամ չգիտեմ, այս նմանաբնույթ ծնողների կողմից տրված անունով, Վեհափարի կողմից, եկեղեցու կողմից նրան ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նրան տրված բարձր անունը Տեր Արամ այլևս նրանը չի։ Ոնց եկեղեցին տվել են, հենց էլ հետա վերցրել։ Չէ՞։ Այս 3 շաբթի օրը։ Ահա, բայց ահա, հիմա դե այդ քննարկենք կարծում կարծում եմ, որ եկեղեցին տվել է ու վсё, այսինքն խոսքը չի գնում միայն ասենք անուն տալու մասին, այլև խոսքը գնում է եկեղեցիների տարածքա տվել, եկեղեցիների, չգիտեմ, բնակարանա տվել, բնակարանա տվել ծառայողական, էլ չի կարող այդ վերցնել։ Հա, այսինքն ինքը ըստ էության իր արած, ինչ դե դրանից ինչ հաջորդեց, նա միանգամից ասեց, ինձ չի հետաքրում, ես Կիրակի օրը պատարակ եմ անելու, ինչը սրբապղծություն է առաքելական եկեղեցու եւ ցանկացած ավանդական, այստեղ մենակ մեր եկեղեցու խնդիր չի, կաթոլիկ լինի, ուղղափառ լինի, դա սրբապղծություն է, դա նույնն է, որ շատ կներես ես կամ դու գնանք պատարակ անենք, ոչ մի տարբերություն չկա, որի իրավունքը չունենք, բնականաբար։ Եվ դրան հաջորդեց նաեւ քաղաքական բաղադրիչը այդ պատարակին մասնակցելու պատրաստակամության մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը, որի հետևեցին ողջ նիկոլական այսպես տիրույթից, որ մենք էլ ենք գնալու, մեր երեխեքին ենք տալու մկրտի եւ այլն եւ այլն։ Երեքշաբթի օրը եկեղեցու պարակտման օրն էր։ Եկեղեցու պարակտման գիծ բռնելու օրն էր Նիկոլի կողմից, որին հաջորդեց չորեքշաբթին, երբ պատշաճ կարգով Մայրաթորից մարդիկ ժամանեցին, ուրեմն չէ, դա 5 շաբթի օրն էր։ 5 շաբթի օրն էր, հա, օրերը խառնում եմ։ 5 շաբթի օրն էր։ Պատշաճ կարգով Արագածոտնի թեմից մարդիկ ժամանեցին, տեղեկացրեցին, ասացին, այս ամեն ինչը վերադարձրու, տեղեկացնում եք, որ այս իրավունքները չունես, բնակարան ենք քեզ տվել մինչև հունվարի 15 ազատի եւ այլն։ Նա էլ տեղում իրականացրեց այլանդակություն, սկսեց վայրահաչել Վեհափար Հայրապետի հասցեին եւ ըստ էության հրաժարվեց ուրեմն այդ բոլոր պահանջները կատարել, գողացավ, այն ինչ որ իրան չի պատկանում հրաժարվեց վերադարձնել, ըստ էության գողացավ, անունից սկսած, մնացած ամեն ինչով վերջացրած, լավն է նա, որ այդտեղ են սովորական քաղաքացիները, որ եկել էին պսակադրության, հասկացան ինչա կատարվում եւ շատ խոնարհաբար, շատ հանգիստ, շատ համեստ ձևով այնտեղ ծառայություն իրականացնող մյուս քահանան, երբ որ նրանց բացատրեց, նրանք որոշեցին, որ արդեն կարգի մեջ գտնվող քահանան պետք է անի պսակադրությունը։ Եվ դրանի պատասխան արդեն 3 ուրբաթ օրը, հա, նիկոլականները ինչ որ բեմադրեցին իրենցից մեկի եղբոր հարսանիքը գնելով, մնելով եւ այլն ցույց տալու համար, որ չէ, մարդիկ կան, որ ճանաչում են Սյոպիկի իշխանությունը։ Այդ էլ մյուս վիճն է։ Դա սա քննարկենք։ Պաստորեն, հա, հիմա պաստորեն եկեղեցու մեջ, չգիտեմ, եղել է էլի հայ առաքելական եկեղեցու մեջ կամ ընդհանրապես եկեղեցու մեջ սխիզմ է հիմա։ Պաստորեն տարած երկպարակություն է, բաժանություն է, հա։
չգիտեմ դավանաբանական կամ մյուս տեսանկյուններից սա ուր է տանելը, բայց արի քաղաքական տեսանկյունից հասկանալ։ Ես ազնվորեն նպատակը չեմ հասկանում։ Նպատակը որն է, Նիկոլը ուզում է ցույց տա, որ ինքը ուժեղ է։ Նիկոլոսյանը փորձում է հավաքի իրեն հավատավորներին, հա, իր շուրջ եւ իր հիմնած եկեղեցու շուրջ։ Կարգին էլի չգիտեմ ընտրությունների համ, թե ուղղակի պատվեր է կատարում։ Գիտես, ուղղակի այլ տարբերակներ մտքովս չի անցնում, որովհետև այնուամենայնիվ ավելի շատ մարդ է կորցնում Նիկոլը սրանով, քան իր շուրջն է հավաքում։ Եվ ուղղակի չեմ հասկանում նպատակը։ Դու ինչ-որ կարծիք ունես սրա հետ կապված։ Ես կարծում եմ, որ սրա նպատակը ուղիղ Բաքվից հնչած Փաշազադեի, կարող է դաժե Ալիևսկից չէր խառնվել սրան, Փաշազադեի շուրթերով հնչած պատվերն է ջախջախելու հայ առաքելական եկեղեցին։ Ես ուրիշ բան չեմ տեսնում, որտեղ ես համաձայն եմ, որ ինքը շատ ռիսկային խաղ խաղում է այստեղ։ Որտեղ այնուհանդերձ հայ գաղափարը ինչքան էլ ինչ ուզում ես ասես, մեր հոգու խորքում ինչ որ բաներ կան, հանգած հրաբուխներ կան, որտեղ սա սրբապղծության գագաթնակետն է։ Դու սխիզմայի մասին ես խոսում։ Մի հատ արի հասկանանք, սխիզմայի համար ինչ է պետք։ Օրինակ, ես հիշում եմ պատմությունից շատ կարևոր սխիզմա, որ տեղի ունեցավ, երբ առանձնացավ 12-րդ դարում Աղթամարի կաթողիկոսությունը։ Ահա։ Ինչ էր տեղի ունեցել։ Նախորդ կաթողիկոսի մահվանից հետո նոր կաթողիկոս պետք է ընտրեին Կիլիկիայում։ Եթե չեմ սխալվում, Գրիգոր վկայասեր կաթողիկոսին էր վերաբերում եւ ըստ Գրիգոր վկայասեր կաթողիկոսի կամքի ընտրվեց շատ երիտասարդ 16 թե 17 տարեկան նրա ազգականներից մեկը Գրիգոր Պահլավունին, որը կանոնական իրավունքի տեսանկյունից իհարկե այնքան էլ այտենց հարթ չէր, որտեղ այդ տարիքում այտենց կաթողիկոս ընտրելը այնքան էլ, չգիտեմ, այտենց կանոնական իրավունքի մեջ չէր տեղավորվում։ Եվ Աղթամարի եպիսկոպոսը Դավիթ անունով ապստամբեց, ասեց, էս ինչ եք անում, ընկեր, սա այտենց չի լինի, որովհետև կանոնը խախտվել եւ այլն, եւ անջատվեց։ Այ Աղթամարի կաթողիկոսությունը տենց է հիմնվել։ Բայց արի ուտես Գրիգոր Պահլավունին, այդ 10 երիտասարդ, դարձավ մեր լավագույն կաթողիկոսներից մեկը, կարծեմ մոտ 40 տարի, եթե ոչ ավել, գահակալեց, նրան հաջորդեց նրա հարազատ եղբայր Ներսես, ուրեմն Կլայեցին, որը մեզ ավելի հայտնի է Ներսես Շնորհալի անունով, մի խոսքով այդ երկու եղբայրները այդ ժամանակ վերակենդանացնել սխալ կլինի ասել, վերականգնեցին, վերածնունդ ապահովեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար, բայց Դավիթը այնտեղ մնաց առանձին հակաթոռ կաթողիկոսություն եւ այլն եւ այլն։ Բայց տես, այդտեղ մենք ինչ ունենք, սա ամենահայտնի դեպքերից է եւ էլի դեպքեր կան։ Էլի դեպքեր կան, այդ շրջանում ավելի վաղ շրջանում, ավելի ուշ շրջանում, էլի դեպքեր կան, բայց այդտեղ խնդիրը ո՞րն է։ Մենք գործ ունենք նվիրապետների հետ։ Դավիթն էլ էր նվիրապետ, Գրիգորն էլ էր նվիրապետ, նրան եպիսկոպոսացրել էին եւ այլն։ Այսինքն մենք գործ եւ նրան ընտրողներն էին նվիրապետ, Հայաստանից էին եկել, Հաղպատի վանք, Սանահինի վանք, այդ բոլորը Գրիգորի կողմից են, մի խոսքով։ Հիմա տեսեք, սխիզման ինչի մասին է խոսքը, որ նվիրապետները իսկ եկեղեցին եպիսկոպոսներն են, իրականում եկեղեցու առանցքը եպիսկոպոսներն են, իշխանությունը եպիսկոպոսներն են, որտեղ եպիսկոպոսներն են Քրիստոսի աշակերտների շարունակողները։ Եվ եպիսկոպոսների մեջ երկպարակտություն էր եղել։ Այն ինչ որ հիմա անում է Ստյոպիկը, դա մի քիչ դժվար է սխիզմա կոչել, դա ավելի շատ նման է բողոքականության հիմնադրման այդ ժամանակին, որ Եվրոպայում տեղի ունեցավ, որ պարադիգմն էր փոխվում։ Այսինքն հիմա իրանց արածը սխիզմա չի։ Դավիթ ուրեմն կաթողիկոսը կամ հակաթոռ կաթողիկոսը Աղթամարի ինքը մաքուր առաքելական կանոններով էր գործում։ Ստյոպիկը չի կարող առաքելական կանոններով գործի, հասկանում ես։ Ստյոպիկը պետք է բողոքական կանոններով գործի, այսինքն բողոքական կանոնները ինչով են տարբերվում։ Քահանայություն չեն ընդունում, առաքելական հաջորդություն չեն ընդունում։ Իրանց տրամաբանությունը որն է, մի հատ համայնք ենք բացում, տենց հավաքվում ենք, Աստվածաշունչ ենք կարդում, խորհուրդ չեն կարող անել, հասկանում ես, խորհուրդը նրան զրկել են խորհրդակատարությունից։ Խորհրդակատարությունից զրկել են բանին, այդ Ստյոպիկին։ Նրա ինքը ի վերջո գալու է նրան, եթե սա շարունակվի, այս պղծությունը եթե շարունակվի, իրան գալու են բողոքական եկեղեցու հիմնմանը։ Առաքելական չի կարող լինել որևէ կերպ։
Լավ, օքեյ, տես, հիմա ենթադրենք հիմնեցին բողոքական եկեղեցի։ Քաղաքական տեսանկյունից դա ինչ է տալիս Նիկոլին։ Այնուամենայնիվ իսկապես իր շահը չէ տեսնում։ Ինչա ցույց է տալու, որ ինքը ուժեղ տղա է, ինչ կուզենա կանի, հա։ Ես կարծում եմ ինքը տեսնում է, որ եկեղեցին ուժեղ է, ինքը ուզում է ուժեղ եկեղեցուն հաղթելով ձեռք բերի ուժեղ տղայի վերականգնի կամ վերահաստատի ուժեղ տղայի իր իմիջը։ Բայց ճիշտ ասած, ես եկեղեցու մեծ ակտիվություն չեմ տեսել քաղաքական բնակավարներս միգուցե ընդունված կարծիքին հակառակ եմ ասում, որովհետև արդեն երրորդ սեպազանին է ձերբակալում, հա, քաղաքական գործունեության համար, բայց երևի այս բոլոր գործողությունները եղել են բավականաչափ, ասած low profile, հա, իհարկե Բագրատ Սեպազանին հաշվի եթե նա դուրս ենք դնում այս ամենից, եւ դրան գումարած դրանք եղել են ավելի շատ ռեակտիվ, այսինքն այս սեպազաններին բերելով Նիկոլ ինքն է բերել քաղաքական դաշտ, հա, հասկանում ես, չգիտեմ ուր ասա գնալու։ Լավ, տեսնենք հիմա այս հաղորդումը մենք գրում ենք երևի արդեն մեր դիտողները այս ընթացքում կտեսնեն թե ինչ է կատարվել։ Հա, շաբաթօրն ենք գրում, ասենք էլի։ Շաբաթօրն ենք գրում, կտեսնեն թե ինչ է կատարում Հովանավանքում եւ ըստ դրա, չգիտեմ, հաջորդիվ մենք կփորձենք ուրեմն հասկանալ, ռեզյումե անել, հա, թե ինչ է կատարվել։ Ամեն դեպքում չափազանց լարված իրավիճակը ոչ միայն եկեղեցում, այլև ամբողջ հանրապետությունում, հա։ Շարունակելով մեր այսպես ժամանակագրական ընթացքը, արի 5 շաբթի հասնենք եւ քննարկենք Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատարանի դատավճիռը, որը ռուսերեն խոսքայի կա գրոմ սրիդի ясно նեբը, էլի, sense մեր համար անսպասելի, մեկ էլ նստած բարից բարձվեց արդեն հերթական ընդդիմադիր քաղաքապետին ուղարկում են բադ։ Ինչի համար ոնց եւ այլն այդ պահին մենք չենք ֆիքսել, բայց արդեն փաստաբան մեր ընկեր Տիգրան Աթանեսյանի բարձրաբանումներից մնացածից մենք հասկացանք ինչ է կատարվում։ Այ հետարքիր է, դու քո տեսանկյունից ես հարցը ասա, ես մի քանի իրավական բարձրաբանում ասեմ։ Գիտես, երևի երկու տեսանկյունից կարելի է այս ամեն ինչը ներկայացնել։ Մեկը այն է, որ արդեն որերորդ ուրեմն համայնքապետն է, չէ, որ եթե դու ուրեմն Նիկոլին չհետաքրող համայնքապետ ես, քեզ կամ սպանում են, կամ ուրեմն ձերբակալում են։ Եկեք հիշենք ուրեմն Փարաքանի դեպքը, եկեք հիշենք վերջիններից, հա, ուրեմն Գյումրիի դեպքը, այս դեպքը չգիտեմ, սա մի մոտեցումն է, մյուս մոտեցումն այն է, որ Մամիկոնին չմոռանանք, էլի, վերջի դեպք չի, բայց Մամիկոնը ամենաարտահայտիչ օրինակներից է։ Հա, Մամիկոնը իհարկե։ Եվ ուրեմն իսկ մյուս տեսանկյունը այն է, որ երևի ի տարբերություն որոշ ընդդիմադիր գործիչների, Նիկոլը հավատում է, որ կարող է impeachment-ը հաջողության հասնի, գոնե ինչ-որ փոքր հնարավորություն կա եւ impeachment-ի կողմից առաջադրված ուրեմն տեխնացուին, վարչապետ տեխնացուին ձերբակալվում է։ Այո։ Հա։ Ես կարծում եմ այս երկու մոտեցումը այստեղ կարող է լինի եւ իհարկե հիմնական մոտիվը, որ Նիկոլի իշխանության ժամանակ փորձում էին քահանատալ ցույց տալ, որ ինքը ուժեղ տղա է։ Ինչ կուզի կանի։ Կուզի ասենք թե ինչա 6.5 տարի առաջվա դեպքի համար հիմա կդնեն կձերբակալի։ 7.5 տարի չէ, քանի 8 տարի, 7.5 Պարզվեց 7.5, այդ գործի մասին մոռացել ենք մենք ճիշտ ասած, պարզվում էր այդ գործը կար, քննվում էր տարիներով եւ այլն։ Ես համաձայն եմ, որ այս քո ասած գործողների հետ լրիվ համաձայն եմ։ Այո, ի տարբերություն շատ ընդդիմադիր գործիչների, հավանաբար Նիկոլը մտածում է, որ դե մարդ ես էլի, հիմա նենց այլանդակություններ եմ անելու, մեկ էլ տեսար այս գործիքը, որ արկա է, սկսեց աշխատել, որովհետեւ նորից ասեմ, հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը չես կարող իմանաս ինչ արդյունք է տալու։ Հա, չես կարող իմանաս, էլի, նույն ԿՊԱ-ականները, որ սենց ինչ-որ խոսում են, մարդ ես, մեկ էլ տեսան մեջները ինչ-որ գիշերը երաց տեսան եւ շատ իմանան, վեկացան ասում, չէ, մենք չենք կարող մեր նախնիների հիշատակի վրա թքել, մենք չենք կարող էս անել, այն անել, մենք այլևս չենք կարող հանդուրժել։ Ինքը հո լավ գիտի ինչերի է պատրաստ գնալ։ Եվ դեռ շաբաթօրվան չենք մոտեցել, շաբաթօրվա իրադարձությունները, այսօրվա, մեր համար այսօրվա հարգելի դիտողներ, ձեր համար երեկվա իրադարձությունների մասով դուք էլ համոզվեցիք, որ ամեն ինչի պատրաստ եք։ Ամեն ինչի առանց որևէ կարմիր կամ ուլտրակարմիր գծի։ Բայց վերադառնալով
Դավիթ Համբարձումյանին, ինչն էր, ես իրավական մի երկու կարճ բան ասեմ, տեսեք, այն հոդվածը, որով նա դատվում էր 18 թվականի ապրիլի դեպքերի համար, երբ որ նա ենթադրաբար, ենթադրաբար չէ, փորձ էր կատարում կանխել այն ամեն ինչը գլխներիս եկավ եւ արդյունքում ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Խուլիգանության հոդված են դրել եւ խուլիգանության հոդվածը 4-ից 7 տարի կարող լիներ։ Եթե, ընդ որում կային բազմաթիվ, ուրեմն այն ապացույցները, որ մեղադրող էին, կամաց մեկ առ մեկ ջարդվեցին, ըստ Տիգրան Աթանեսյանի, որ մանրամասն ներկայացրեց, ասես 4 հոգի էին նրա դեմ ցուցմուկ տվել, որոնցից 3-ը դեռ նախաքննության ընթացքում էին հրաժարվել իրենց ցուցմուկներից եւ ճշմարտությունն էին ասել, մեկը արդեն դատարանում ճշմարտությունը ներկայացրեց, այսինքն մեղադրող ապացույցները մեկ առ մեկ ջարդվել էին, բայց այնուհանդերձ կայացվեց մեղադրական դատավճիռ։ Լավ այդ մի կողմ, կայացվեց մեղադրական դատավճիռը, այն որ ասում են մուրը գլուխը, բայց անցնենք առաջ։ Okay, մեղադրական դատավճիռ, բայց ինչի 6 տարի 3 ամիս պատիժ։ Դու գիտես ինչքան էր բանը, սանկցիան, մկրատի ինչքան էր, քանեսից քանիս էր, աղաս։ Ասեցի մինչև 7 տարի, հա։ Մինչև 4-ից 7, հա։ Այն դեպքում, երբ որ լինում են մեղմացնող հանգամանքներ, ինչի իր դեպքում կար իդեմս անչափահաս երեխաներ, խնամքի տակ եւ այլն, չեն լինում ծանրացնող հանգամանքներ։ Ուղղակի անպատկերացնելի է, որ կեսից ավելի շատ տրվի։ Հասկանում ես։ Դե այդպես հիմա ծանրացնող հանգամանք ա եղել։ Նա առաջադրվել է ուրեմն իմպիչմենտի կողմից վարչապետի կնոցով։ Այդպես այդ չէի մտածել, հա։ Այդ ծանրացնող հանգամանքը հաշվի առնելով։ Դες մենք մեծ խնդիր ունենք Հայաստանում, որ փորձում ենք ամեն ինչին իրավական մոտենալ։ Չէ, ես մի հատ կարևոր բան եմ ասում, ես ուզում եմ ասեմ, օրինակ քիչ են տվել 4 տարի, հիմա կասեն մարդիկ, է 4 տարի տային բան կլներ, մեկա 4 տարին երկար ժամանակամիջոց է, էլի 4 տարի նստելու էր։ 6-ից ավել խի են տվել, որովհետև եթե 6 տարի տային մինչև 4, 5, 6 18 թվականին համաներում էր ընդունվել։ Այդ համաներումը գործելու էր իր վրա, ազատվելու էր պատժից։ Հասկացա՞ր, այսինքն ռեժիմի խնդիրն էր 6-ից ավել տալ։ Դաժե այդ մի հատ կողմ թողենք։ Լավ, ով է դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով, խափաման միջոց ընթացքում փոխում։ Այդ էլ է արել, դա շատ հազվադեպ պատահող բան է, նես չի որ երբեք չի եղել, բայց միլիոնից մեկ է լինում, որ ընթացքում խափաման միջոց փոխվի, հասկանում ես։ Դաժե այն ուրեմն դաժե ինչ էր կոչվում, ՊՊՑ գնդի 16 թվի դեպքերով, այդ որ մտել էին մարդ էին սպանել, հիշում եք, դեռևս լավա չենք տերորիստները, հա, այդ գործով, երբ որ կայացվեց մեղադրական դատավճիռ, նրանք էլի ազատության մեջ էին։ Բայց նրանց դատավճիռը կայացնելուց չփոխվեց իրենց խափաման միջոցը, նրանք շարունակեցին մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ դիմեցին, վերաքննիչը անփոփոխ թողեց առաջինը, էլի ազատության մեջ մնացին։ Վճռաբեկ բողոք բերեցին։ Վճռաբեկ բողոքը վարույթ չընդունեցին, հաջորդ օրը եկան իրենց տարան, արդեն օրինական ուժի մեջ մտավ։ Հիմա Դավիթ Համբարձումյան, գործող քաղաքապետ, ժողովրդի ձայնը ունեցող մարդ, որը համոզիչ հաղթանակ կատարել, ինչի եք փոխել խափաման միջոցը միանգամից կալանք։ Այս 3 կետերն են այստեղ, որ ակնհայտ քաղաքական բովանդակության մասին է խոսում։ Սա էլ մեր 5-շաբթի օրն էր, աղաս ջան։ Մենք իրադարձությունն ենք հիմա քննարկելու։ Դե մնաց շաբաթ օրվա իրադարձությունն են, այլանդակությունը, որ հրապարակել էին եւ ուղղակի հենց նոր կարդացինք, իհարկե վաղվա համար դա նորություն չի լինելու, որ Արշակ Սրբազանը կտրականապես հերքում է եւ այլն, բայց մի հատ ուրիշ բան քննարկենք։ Ես տեսնում եմ, որ նրանք փորձում են կոպիտ ասած ալիբի իրաց համար ստեղծել։ Իբր թե Արշակ Սրբազանի եւ վեհապարի մեջ խնդիր կա եւ այլն, իրենց ձեռքերը փորձում են լվանալ։ Դու սենց այլանդակություն պատկերացնում ես, լավ էլ սենց ասենք։ Տենց մարդու անձնական կյանքի նկատմամբ ենթադրյալ նման միջամտություն։ Գիտես ինչ, ես հիմա մի բան եմ տեսնում, այդ դու էլ ասեցիր, որ փաստորեն մի հոգու ցուցմունքով էլի, ուրեմն դատավճիռը չէ կայացվել, եւ հիմա փաստորեն վերադառնում են այն հին, ուրեմն ժամանակները, չգիտեմ, ասենք սովետական ժամանակները, ասենք ստալինիզմի ժամանակները, որ փաստորեն մի հոգու ցուցմունքով, մի դանոսով, ուրեմն մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նստացնում են։ Ուրեմն մյուս գործիքը, որ աշխատում են, դա փաստորեն մոնտաժված ձայնագրություններն են, որոնք որ չունեն ոչ մի իրավական հիմք, փաստորեն այս
Չգիտեմ, միգուցե հետագայում, հա, հետին թվով կարող է այս ամեն ինչի համար երևական հիմքեր ապահովեն, ընդհանրենք ինչ այնտեղ 21 թվականի ինչ որ ձայնագրությունա, չէ, 21 թվականի մի հատ դատավոր գտնեն, նա տա բան իր վերդիկտը, որ թույլատրել է այդ գաղտնալսումը եւ այլն։ Ամեն դեպքում ուրեմն այս կեղծ գործիքներով, գիտես, դու ինձանից լավ գիտես, հա, այսինքն այդ քնչական տարբեր գործիքներ կան, բայց այդ գործիքներից մնացել է հիմա ընդամենը երկուսը, ուրեմն Դանոսը եւ փաստորեն մոնտաժված ձայնագրությունները, անօրինական ձայնագրությունները։ Եվ սրանց հիմա վրա ուրեմն ինչ ուզում անում են։ Այսինքն, արի իրավունքի վրա խաչ քաշենք Հայաստանը։ Այս մի շաբաթվա այս ինտենսիվ զարգացումները ցույց են տալիս, որ հիմա գնում է փաստորեն իրականում գնում է տերոր հայ բնակության նկատմամբ բոլոր ասպարեզներում, հա, ուրեմն սկսած անձնական կյանքին միջամտելուց, այդտեղից միջև ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինները գլխատելը եւ ուրեմն մինչեւ փաստորեն հայ եկեղեցին ջարդելը։ Այս շաբաթվա ընթացքում ուրեմն սա հիմնական ռեզումեն է, որ կարող եք տալ։ Համաձայն եմ, իրականում տերոր է գնում եւ այս շրջանը յուրաքանչյուրի անձնական նաեւ ներքին աշխատանքի խնդիր է։ Մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք, ինձ թվում է յուրաքանչյուրս պետք է այդ հարցը մեզ տա, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չի, ոչ եպիսկոպոսներ, ոչ փաստաբաններ, ոչ իրավապաշտպաններ, ոչ ժողովրդի քվե ունեցող քաղաքապետեր, ոչ մեկ ապահովագրված չի ռեժիմի մամլիչի տակ ընկնելուց, ռեպրեսիաների ենթարկվելուց, իրավապահների այսպես ձեռքի տակ անձնական կյանքի կեղծ մոնտաժված կամ չմոնտաժված էական չի միջամտությունից մեր լոգասենյակներում, մեր անձնական տիրույթներում։ Ու այն աշճան ասա, որ ես չգիտեմ, ես արժանի չեմ համարում, որպեսզի դրական լույսի ներքո ներկայացնեմ, որտեղ ես չգիտեմ, այս ինչա խաղ չի, բայց այն աշճան, որ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձը, որ բացառապես ՔՊԻ շահերն էր սպասարկում երկար ժամանակ, խիստ հայտարարություն արեց շաբաթ օրը։ Ես չգիտեմ այդ ինչ հաշիվ է, ինչ որ չգիտեմ ինչա դա իրանից ներկայացնում, բայց փաստենք, որ տենց բան տեղի ունեցավ։ Մարդ, որը օրինակ են մանկահասակ երեխայի հետ կապված դեպքի ժամանակ, երբ որ բարձրաձայնվեց, որ ախր կին են, երիտասարդ կին են, մանկահասակ երեխա ունեցող կին են տանում ուրեմն կալանքի, փոխանակ այդ հարցով շեշտադրում կատարեց, որ երեխունի չի եք ցույց տալի կադրում, դա ապօրինի է, հաջորդ օրը ոստիկաններից մեկն է երեխով ինչ որ փրկում երեխային, էլի երեխային ցույց են տալի, ռեակցիա չի տալի։ Մի խոսքով էլի տենց այդ իր մեր ասած տարօրինակ վարքագիծը։ Ու այս հարցով այդ մարդը շատ խիստ հայտարարություն է անում։ Ես չգիտեմ, սա ինչ է նշանակում։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, նրա գործունեությանը հետևել եմ այնքան, ինչքան որ հրապարակայք կա։ Ես կարծում եմ ինքը Նիկոլի հետ բազար ունի եւ դրա համար է ուրեմն այս հարցը բարձրացնում։ Ես չեմ հավատում, որ որևէ ԿՊԱ-կանի մոտ կարող է խիղճ արտնանա, կարող է քաղաքացիական գիտակցություն արտնանա, հա։ Մենք այս բանը Նիկոլը որ անընդհատ ասում է պետությունը ցույց կտամ ինչա։ Նիկոլը ցույց է տվել, որ պետություն չկա Հայաստանում։ Հայաստանում կա մի հատ Նիկոլ եւ նրա կամակատարները։ Սա խնդիր է, սա մեծ խնդիր է։ Ավազակապետություն, էլի այստեղ այն ժամանակվա այն տերմինը, որ այ հիմա մենք տեսնում ենք ավազակապետությունը, որն է, էլի։ Հիշում ես, այս տերմին կար ժամանակին մարդկանց անուն էին կպցնում, հիմա ենք տեսնում, թե ինչ է իրականում ավազակապետությունը մեր աչքի առաջ։ Չգիտեմ, այնուամենայնիվ ես ճիշտ ասած այս զարգացումներին բան չեմ նայում, օպտիմիստորեն չեմ նայում եւ երբ որ հաղորդման սկզբում խոսեցի այդ համակենտրոնացման ճամբարների մասին, չեմ բացառում, որ ուրեմն մոտ ապագայում մենք այս ալիքը շարունակելու դեպքում, ձերբակալությունների ալիքը շարունակելու դեպքում մենք նման մի իրավիճակի ուրեմն ականատես կլինենք։ Հիշում ես նույն Գյումրիի դեպքերում եղավ, չէ՞ որ փաստորեն տեղ չկար արդեն այդ կողքի ինչքան քաղաք կա, բոլորի ԶՊՎ-ներն էին տանում։ Հա, բայց դե դա ամեն ինչ սահման ունի։ Սահման ունի, հիմա ամբողջ երկիրը համակենտրոնացման ճամբար չի լինելու։ Չգիտեմ,
Եղել է ժամանակին, եղել է, հիշում ես, ասենք 30-ականներին, Դե հիմա այն 37, ժամանակ 36։ ուրիշ իրավիճակ էր։ Չգիտեմ։ Կարող է եւ լինի, կարող է եւ չլինի, ամեն ինչին պատրաստ ենք, պետք է ամուր լինենք հոգեպես եւ եկեք այս լավատեսական նոտայով էլ ավարտենք այսօրվա ծովից ծովը, եթե ասելիք դու չունես։ Ավարտենք։ Հաջան։ Եթե ասելիք չունես։ Չէ։ Դու Ամերիկայում ես մնալու, մենք ենք համակենտրոնացման ճամբար։ Դու տեղից դատապարտես, աղաս ջան։ Okay. Լավ։ Հաջողություն հարգելի դիտողներ։ Հարգելի դիտողներ,